Բարև ձեզ Factor TV հյուրը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցն է, ողջույն պարոն Սաքունց։ Այդ թվում դուք որպես իրավապաշտպան հաճախ խոսում եք Հայաստանի դեմ Ռուսաստանի սպառնալիքների հարձակումների մասին, այդ թվում ինֆորմացիոն դաշտում, այդ թվում Հայաստանի ներքաղաքականությանը խառնվելու տեսքով, մինչդեռ Լավրովը կատեգորիկ էր հերքում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, նշելով, որ տարօրինակ են Հյուսիսից Հայաստանի դեմ հարձակումների մասին պնդումներ անգամ միֆական բառներ օգտագործել, կարող են վստահեցնել, որ երբ արտերկրից ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին ազդակներ են հնչում, թե ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել ընտրություններին, երբ Երևանից են Եմեն ուղղված կոչեր հնչում, թույլ չտալ այդ միջամտությունը, այդ մեզ համար տարօրինակ է, այսինքն տարօրինակ է, որ դիմում է Երևանը Եմեն, այդ աջակցության համար այդ քայլերը սադրիչ նպատակներով են արվում, ինչու եք սադրում, պարոն Սաքունց, կարճ եւ կոնկրետ։ Որպես պարոն Լավրովի կողմից սադրիչ պայմանավորված է եղել մեր սադրանքը ոչ միայն կամ ոչ թե այն բանով, թե Հայաստան անցած տարի ընդունեց օրենք Եվրոմիության անդամության գործընթացի սկզբի մասին, այլ ի սկզբանե դեռ կարող եմ հիշեցնել անգամ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի խայտառակ որոշումից հետո, երբ փաստորեն մեկ գիշերվա ընթացքում Հայաստանի այն ժամանակ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Պուտինի հետ գիշերային հանդիպումից հետո, որ Հայաստանը չի ստորագրելու Եվրոմիության արևելյան գործընկերության ասոցիացման համաձայնագիրը, այլ անդամակցելու է Մաքսային, հետո Եվրասիական տնտեսական միությանը եւ այդ փաստը անգամ վկայում է այն մասին, թե ով է իրական սադրողը, ով է իրական այն կենտրոնը, որից սպառնալիքներով են խոսում։ Դե վստահեցնում է, որ ընտրություններին չի միջամտել։ Մենք խոսում ենք երկարաժամկետ կտրվածքով վարքագծի մասին, ոչ թե մեկ էպիզոդով։ Եվ ակնհայտ է, որ Կրեմլը իր հարևանների հետ միշտ խոսել է ուժի սպառնալիքի դիրքերից։ Խորհրդային միության փլուզումից հետո շատ կարճ ժամանակ, երբ որ Բորիս Ելցինն էր նախագահը, այդ ժամանակահատվածը հանած, բայց ինքը մշտապես Պուտինի իշխանության գալուց հետո քաղաքականության հիմքում եղել է սպառնալիքը ագրեսիան, որի փաստեր են հանդիսանում հենց Վրաստանի դեմ ագրեսիան 2008 թվականին եւ նաեւ Ուկրաինայի տարածքի Ղրիմի թերակղզու անեքսիան եւ այնուհետեւ 2022 թվականի փետրվարի 24-ին ագրեսիան, որը սանձազերծեց եւ փաստորեն արդեն 2 տարի, հա, 4 տարի շարունակվում է, այնպես որ թե սադրողը, թե սպառնալիք հնչեցնողները իրենք են եւ մենք իհարկե գտնում ենք, որ եւ ես գտնում եմ կոնկրետ, որ Կրեմլը բացի ուժային սպառնալիքից այլ մեթոդ չունի հարևան պետությունների հետ խոսալու, ավելին պետք է հիշեցնեմ նաեւ, որ նույն Վլադիմիր Պուտինը աշխարհաքաղաքական ողբերգություններ համարում ԽՍՀՄ փլուզումը եւ այնուհետեւ իր այդ ամբողջ քաղաքական կոնցեպցիան հիմնված է դրա վրա։ Իսկ այն 165 միլիոն դոլար, որ ծախսել են արտերկրում փափուկ ուժի կիրառման նպատակով կենտրոնանալով Հայաստանի վրա, ձեր կարծիքով Կրեմլը բարի գործերի վրա է ծախսելու։ Օրինակ բարեգործություններ։ Գիտեք, Չէ՞ որ չեն պատրաստվում ընտրությունների արդյունքներին միջամտել, ինչու են նման գումարներ։ Իրենք այդ հարցը երևի, չգիտեմ, պետք է հնչեցներ
ազգային ժողովի նախագահ Ալին Սիմոնյանը, որի դեպ ասեմ այցը շատ կարևոր էր այդ կոնտեքստում, այսօրվա իրավիճակի կոնտեքստում, ես չգիտեմ այդ հարցը քննարկվել է թե ոչ, բայց այնտեղ Լավրովին այդ հարցը պետք է տրվեր հենց Ռուսաստանի կամ չգիտեմ որևէ լրագրողի կողմից, թե բանջով է բացատրում այդ 165 միլիոն դոլարի հատկացումը, որը նախագահական, նստավայրից է ուղղորդվելու այդ այսպես կոչված դրամաշնորհները ձևակերպում փափուկ ուժի Իսկ դուք ասում եք միայն սպառնում են եւ սպառնում պարոն Սաքունց։ Հաջան։ Իսկ դուք ասում եք միայն սպառնում ու սպառնում են, փափուկ ուժել եք կիրառում։ Սպառնալիք ասածը դա բովանդակային ձևակերպումն է, անկախնայից փափուկ թե կոշտուշ։ Խնդիրը կարում է թե ինչ միտում ունի, որն է նպատակը։ Իսկ այն, որ իրենք ակնհայտ սպառնում են այն իմաստով, որ եթե Հայաստանը փորձ արեց շարունակել ինտեգրումը կամ համագործակցության խորացումը Եվրոպական միության հետ կամ Միացյալ Նահանգների հետ, ապա կարող են դրանք բացասական հետևանքներ ունենալ, դե բնականաբար բացասական հետևանքներ կունենան այն պատկերացումների տեսակետից, որ Կրեմլը ունի իր հարաբերությունների վերաբերյալ կամ վերաբերմունքի վերաբերյալ հարևան պետությունների, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի անդամ, ԵԱՏՄ-ի անդամ, ԱՊՀ-ի անդամ պետությունների հետ, բայց շատ պարզ մեխանիզմ կա այն կառավարությունը, որը սպառնալիք է իր քաղաքացիների անվտանգության համար, նա չի կարող սպառնալիք չլինել հարևան պետությունների քաղաքացիների հանդեպ։ Սա օրինաչափություն է եւ հետեւաբար Լավրովը թող լավ նախ եւ առաջ խոսի թե ինչու է իր կառավարությունը սպառնալիք իր քաղաքացիների համար, որոնք ստիպված են թողնել իր պետության տարածքը եւ անվտանգության նկատառումներով ապաստան գտնել այդ պետություններում։ Ռուսները պատրաստ են գալ եւ դիտարկել խորհրդանական ընտրությունների ընթացքը, քանի որ ձեր կազմակերպությունն էլ որպես դիտորդ հաճախ ներգրավում է, հիմնական ներգրավում է, եթե Հայաստանից այդպիսի հրավեր լինի, Մատվիենկոն է ասում, բայց այս թեմայի մասին մտածելիս ես հիշում եմ պարոն Լավրովի մի քանի օր առաջ արած մեկ այլ հայտարարություն, երբ որ նա այդ 12 միլիոն եվրոյի հատկացնելու թեմայով ասում էր, թե Եմեն պատրաստվում է մոլդովական սցենար իրագործել Հայաստանում, ըստ ռուսական պատկերացմամբ, քանի որ Եմեն կեղծել է Մոլդովայի ընտրությունները եւ այլն, նա առաջարկում էր հայերին լավ մտածել եվրոպական այդ օգնությունը ստանալուց առաջ։ Հիմա նրանք առաջարկում են նաև մտածել ռուս դիտորդներին ներգրավել, դիտորդական գործընթացում։ Դուք տեսնում եք վտանգ, որ ներգրավման դեպքում արդեն ինստիտուցիոնալ ձևով իրենք կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները, ասելով, որ տեսեք, իրոք Եմեն կեղծել էր ընտրությունների արդյունքները։ Ընդ որում կապ չունի ով ընտրվի, էլի։ Մենք տեսել ենք ԱՊՀ դիտորդներին, որի իհարկե մեկ քայլ առաջ առանցքը հենց Ռուսաստանի Դաշնությունն է կամ նրա դիտորդներն են, տեսել ենք եւ 2003 թվականին, տեսել ենք 2008 թվականին, տեսել ենք եւ 2013 թվականին, բայց առանձնապես 2008 թվականի ընտրությունների հետ կապված ենք տեսել եւ դու գերվի չեք էլ կամ որովհետեւ մեկը չէր մտաբերում թե ինչ են ասել, որովհետեւ այն ինչ են ասել, որ հիմա հիշողության մեջ պետք է մնա։ Միշտ օրվա իշխանությանը հաճո գնահատական էր։ Մեկ քայլ առաջ էր։ Խնդիրը օրվա իշխանության հաճոյի մասին չի խոսքը։ Խնդիրը կանում է նրանում, որ այդ դիտորդական առաքելության հավակնություն ունեցող պետությունում դիտորդական առաքելությունն իրականացնող գոլս հայտնի կազմակերպությունը ճանաչել են ինասանի ագենտ, որի ղեկավարներից մեկը Գեորգի Մելքոնյանցը ազատազրկված է, դատապարտվել է այդ ինոագենտի օրենքի հետ կապված հարցերում, այսինքն մի պետություն, որը իր ընտրություններն է կեղծում, քվեարկությունն է կեղծում, որ իր դիտորդական առաքելություններին փակում է, որոնք անկախ եւ անկողմնակալ դիտորդություն են իրականացնում։ Ինչ ակնկալիք կարելի է ունենալ նման պետության կողմից,
դիտորդական առաքելության իրականացման այդ հայցը։ Կարծում եմ, որ հանձինս դիտորդական առաքելության Ռուսաստանի Դաշնությունը որևէ անելիք չունի Հայաստանում։ Իրենք այն պետությունը չեն, որ օրինակ են ցույց տվել, որ իրապես կարևորում են ազատ եւ արդար ընտրությունները եւ այդ ազատ եւ արդար ընտրությունների ապահովման տեսակետից անաչառ անկախ դիտորդական առաքելությունն են կարևորում որպես արժեքներ, որի հիման վրա վստահություն լինի, որ իրենք իրապես այն ինչ որ հայտարարում են թե իբր դիտորդություն են անելու, գնահատելու եւ այլն, վստահ լինենք, որ դա իրապես դիտորդություն է, որովհետեւ դա ռուսական ներկայության իմպերիալիստական ներկայության դրսևորումն է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նրանք ասելիք ու անելիք չունեն այստեղ, որովհետև ասելիք ու անելիք թող նախ եւ առաջ իրենց պետությունում ապահովեն, որ հետո կարողանան ասեն, գիտեք ոնց է, մենք ունենք այսպիսի փորձը։ Ավելին ես պետք է հիշեցնեմ, որ ժամանակին ԱՊՀ-ի անդամ 7 պետություններ, այդ թվում այն ժամանակվա ռեժիմը, մինչև հեղափոխությունը հայտարարություն էին տարածել, որ գտնում են, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընդհանրապես պետք է դադարեցնել։ Այսինքն իրենք միջազգային որևէ պարտավորություն պատրաստ չեն վերցնելու։ Ուզում եմ ասել, մենք պարտավոր չենք, որևէ պատասխանատվություն էլ չունենք Ռուսաստանի Դաշնության առջև, որ նրա դիտորդական առաքելությունը գա Հայաստան։ Այդտեղ ռիսկեր չկան, եթե կարծում է, որ մոլդովական սցենարը ըստ իր պատկերացման կեղծելու մասին է, կարող են իրենք էլ գալ եւ ասել իրոք կեղծվել էր, հեչ չեղած Հայաստանում ներքաղաքական լարում առաջացնելու նպատակով։ Կրեմլը ապաստան է տալիս ամենատարբեր պետություններում քրեական, պետության դեմ քրեական ծանր հանցագործություններ կատարած նախկին պաշտոնատար անձանց։ Սպառնալիքը հենց իր մեջից է եւ այն դուք լավ թվերը նշեցիք 12 միլիոն եվրո միությունից եւ 165 միլիոն դոլար Մոսկվայից։ Հիմա ո՞րն է շատ, ո՞րն է թեկուզ թվաբանական տեսակետից սպառնալիքը։ 12 միլիոնը չի ուղղված ընտրությունների արդյունքները կեղծելու կամ ընտրությունների վրա ազդելու։ 12 միլիոնը, որը եվրո միությունից խնդրել է դիմել է որպեսզի աջակցեն Հայաստանի Հանրապետության իշխանությունը, դա ապատեղեկատվության դեմ պայքարն է։ Ինչու՞ մարեք մտահոգ, որովհետև ապատեղեկատվության, եթե ապատեղեկատվության դեմ պայքարը ձեզ համար մտահոգում է, ես պետք է ընդհանրի, որ ապատեղեկատվության աղբյուրը դուք եք հանդիսանում, ես չեք ուզում, որ ձեր ապատեղեկատվությունը բացահայտվի։ Բա 165 միլիոն դոլարը այդ ինչ ապատեղեկատվության դեմ պայքարի նպատակ է հետապնդում, թե ինչպես իրանք են հայտարարում եւ կուրատոր են նշանակել Կիրիենկոին, հա, որը պետք է տնօրինի։ Չնայած ես պարզ եմ ասում, ձեզ այդ 165 միլիոն դոլարի առնվազն կեսը իրենց կոռուպցիոն եկամուտի աղբյուրն է հանդիսանալու, հա։ Չկա այդպիսի բան, որ ասենք Ռուսաստանի Դաշնությունում գումար հատկացվի ինչ-որտեղ եւ այդ գումարը միջև վերջին ցենտը իր նպատակին, թեկուզ իրենց հայտարարած նպատակին։ Հայաստանում դրա, այսպես ասենք, շահառուներն էլ բավականին Հայաստանում ճոխ կապրեն որոշ շրջան։ Հայաստանում ֆինանսները որպես ընտրական process-ի վրա ազդող գործոն, իհարկե, եւ ցանկացած ընտրության ժամանակ ունեն ազդեցություն, բայց ինչ նպատակով է օգտագործվելու, չէ, ասենք ընդհանրենք լինի ապատեղեկատվություն, ընտրակաշարք։ Իդեպ ասեմ, այդ սխեմաները Մոլդովայում շատ լավ բացահայտել են, թե ինչպես ստվերային խողովակներով այդ ֆինանսների հոսք էին կազմակերպել, եւ դա բացահայտվել, իրանք դա է անհանգստացնում, որ իրանք արածները կամ պլանավորված գործողությունները բացահայտելու կարողություն է ձևավորվում եւ չէին ուզենա, որպեսզի իրանք բացահայտվեն։ Դե հանցագործություն պլանավորող ցանկացած անձ չի ուզենա, որ իր պլանները այդ հանցագործություն կատարելու, կանխելու, բացահայտելու հնարավորություն ստեղծվի։ Այնպես որ Մոլդովայի մասին խոսելուց առաջ թող հիշեն, թե Մոլդովայում իրենց տեխնացուն, որը բավական լուրջ մեծահարուստ էր, որին ուղղակի քրեական գործառույթեցին ընտրությունների միջամտելու հիմքով եւ նա փախավ, որտեղ ապաստանեց Մոսկվա եւ նրան օգտագործում են, գիտեք, կրիմինալ մտածողություն եւ
քրեական հանցագործություն կատարած անձանց ընդունել կամ ընդունելի համարել եւ նրանց օգտագործելու միջոցով ազդել որևէ այլ պետության ընտրական կամ որևէ այլ քաղաքական գործընթացին, դա է սպառնալիքի բուն էությունը։ Սա մասին թող մտածեն։ Իսկ թող թե Հայաստանը ումից է ինչքան գումար խնդրում կամ ստանում օգնություն, դա իրենց չպետք է մտահոգի։ Եվրամիության թեմայով նա վերջերս առանձնահատուկ անհանգիստ է։ Լավրովի եւս մեկ պնդման թե ԵՄ հետխորհրդային տարածքի պետությունները նաև Հայաստանի կոշտ ընտրության առաջ է դնում կամ մեզ հետ է կամ մեր դեմ, Ալեն Սիմոնյանը արձագանքում էր, որ Երևանը հակառուսական քայլեր չի ձեռնարկի, ես չէի ցանկանա, որ Մոսկվայում այնպիսի իմբռնում ձևավորվի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել իր բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ, վստահեցնում եմ, որ մեր ընկալումները կամ ձեզ հետ է կամ մեզ հետ է կամ մեր դեմ սկզբունքի շրջանակում չեն եւ չի լինի։ Ուզում եմ նաեւ ԵՏՄ-ի թեմայով Ալեն Սիմոնյանը մի պնդում բերել, ինչ վերաբերվում է ԵՏՄ-ին, Մաքսային միությանը, մենք չենք կարծում, որ պետք է լքենք այն, մենք կարծում ենք, որ միասին կկարողանանք այնպիսի լուծում գտնել, որ շահավետ լինի երկու կողմերին էլ, բայց ես նաև հիշում եմ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, նաև այլ ԿՊԱ-ականների, որ այո, գալու է պա, պետք է ընտրություն կատարենք ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջև։ Հիմա ասում է բերեցի էլի, չենք կարծում, որ պետք է այն լքենք, չի ասում հիմա։ Ոնց հասկանալ։ Շատ բարձ հասկանալ, իհարկե դիվանագիտական ձևակերպման հիմքում մի կարևոր հարց կա։ Առաջինը, որ փոքր չեզոք պետության կոնցեպցիան է առաջ մղվում, որ որևէ ուժային կենտրոնին, հարելու մասին չի խոսքը։ Այլ մեր անվտանգային եւ ժողովրդավարական զարգացման հետ կապված որոշումները կայացնելու տեսակետից ամենանպաստավոր պայմաններն ենք ուզում ապահովենք։ Սա կոնցեպտուալ սա էր։ Չնայած դրան որպես հակադարձում ռուսական կողմից հնչեցվել են, որ Եվրոմիությունը զուտ քաղաքական ու տնտեսական կառույցից նաեւ ռազմաքաղաքական է վերածվում։ Ագրեսիվ կառույց։ Ռազմաքաղաքական, այսինքն ուզում են ասեն, որ այո, դուք ասում եք չեզոք, բայց Եվրոմիության չեզոք փոքր պետություն, բայց Եվրոմիությունը ի վերջո ռազմաքաղաքական է դառնում։ Կներեք, բայց նրանք հիմա կողմ են, որ Ուկրաինան մտնի այդ ռազմաքաղաքական ագրեսիվ դաշինքի մեջ։ Չեն հերքում էլի, ՆԱՏՕ-ին են դեմ այս բոլոր դեպքերում։ Մի դեպքում Ուկրաինայի դեպքում, երբ որ մի քանի օրվա ընթացքում Ուկրաինան գրավելու պլանը ձախողվեց, աշխարհի երկրորդ հզոր պետությունը կամ ռազմական ուժերի կարգավիճակին հավակնող պետությունը, բնականաբար ձախողումից հետո ստիպված են լինելու հաշտվել իրողության հետ եւ որ տեսնում են, որ իրենց պարտադրանքը չի անցնում։ Իրենց կամքը չեն կարող թելադրել նաեւ ռազմական գործողությունների դաշտում պատերազմի միջոցով եւ բնականաբար ինչ անեն։ Խնդիրը այստեղ վերադառնանք մեր հարցին։ Երբ որ դու ասում ես չեզոք փոքր պետության կոնցեպտի, ասում եմ, բա եթե չեզոք ես այդ դեպքում Եվրոմիությունը քանի որ ռազմաքաղաքական է, դա դեռ չի դարել։ Այդ դեպքում դու քո չեզոքության սկզբունքը չի աշխատում։ Այստեղ մի հարց կա, իսկ ինչի համար է ստիպված Եվրոմիությունը ռազմաքաղաքական ուղղությամբ, որպես միավորում դառնալ ուղղությամբ քայլեր կատարում։ Որովհետև սպառնալիքը դու ես նաև Եվրոմիությանը։ Եվրոմիությունն է աչակցում Ուկրաինային, Եվրոմիության անդամ պետությունները քո ագրեսիան դիմագրավելու համար։ Դրա համար շատ դժգոհ ես։ Ուրախ կլինեիր եւ կուզենայիր, որ որևէ աչակցություն չստանա եւ դու խժռեիր։ Միայնակ մնար Ուկրաինա։ Եվ հիմա էլ նույն տրամաբանությամբ, եթե Եվրոմիությունը աչակցում է որևէ պետության, իսկ պետությունն էլ դիմում է Եվրոմիության աչակցությանը, որպեսզի իրեն չխժռեն կամ իրեն չխժռի օրինակի համար Կրեմլը, ինքը դժգոհում է։ Ասում է, թե ինչի՞ չեք թույլ տալիս, որ ես խժռեմ։ Հասկանում եք, այս խժռելուն խոչընդոտելուց դժգոհողը այդ աչակցություններ Եվրոմիությունից աչակցություն ստանալու արդյունքում դժգոհողը ինքը
դա խոստովանություն է, որ ինքը խժռելու նպատակ ունի, որտեղ Եվրոմիությունը հաստատ Հայաստանը խժռելու որևէ նպատակ չունի։ Ընդհանրապես որևիցե ինքը միշտ հանդես է գալիս աչակցելու։ Դե ասում եմ կամ մեզ հետ եք կամ մեր դեմ սկզբում։ Դե հիմա ինքը ասում է կամ ինձ ենթարկվում եք, կամ շարունակելու եք մնաք իմ հպատակը, կամ պետք է վերադառնաք իմ հպատակության կարգավիճակում, կամ գոյություն չեք ունենալու։ Սա է ուղղակի ուղերձը։ Այսինքն անգամ Հայաստանի պարագայում չեզոք պետության կարգավիճակ իրենց համար անթույլատրելի է։ Իրենք ասում են, Լավրովը ուղղակի ասում եւ իրենց խոսնակները, իդեպ ասեմ ամենօրյա համարյա ռեժիմով են այդ հայտարարությունները հնչեցում, սկզբից դե գիտեք, այդ Սալավիով մի քանի Դուգին եւ այլն, խոսնակներ, բայց հիմա արդեն ամենօրյա ռեժիմով Ռուսաստանի Դաշնության հատ գործնախարարության տարբեր պաշտոնյաներ երկու օրը մեկ անգամ այդ հնչեցնում են եւ դա պատահական չեմ համարում, որովհետեւ դա հենց այս նախընտրական ժամանակահատվածում ինտենսիվացնում են այդ հարցադրումներով պահանջում են ճնշում գործադրելու։ Այո, որովհետեւ ասում են դուք ազատ տարածք շնչելու համար չպետք է ունենաք։ Հենց հիմա եք որոշում, շարունակում եք մնալ մեր հպատակը, իսկ եթե չեք շարունակում մնալ հպատակը, ուզում եք ինքնուրույն որոշումներ կայացնեք, որը իրենց համար անթույլատրելի է, ապա ընդ որում դա արվում է նախընտրական փուլում, չէ՞, ապա կունենաք խնդիրներ գազի մատակարարման հետ կապված։ Պարզ է, չէ՞, ասենք թե 90, ինչ ասեմ, ամբողջ էներգետիկ համակարգը գտնվում է ռուսական ենթակայության տակ կամ նրանցից է կախված, երկաթուղի նրանց է կախված։ Եվ իրենք ասում են, այո, մենք կունենանք խնդիրներ։ Կարող է, գիտեք, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հստակ ասեն, որ չէ, մենք Գազպրոմի հետ պայմանագիրը, որը ես իմ քանի միջև 40 թիվը այդ կաբալային պայմանագիրը չեղարկում ենք, հա? Իրենք սկսեն խնդիրներ առաջացնել։ Գնայք, իսկ եթե Փաշինյանի իշխանությունը այսպես հավաստիացումներ է տալիս, ասում է ձեր հպատակը կմնանք, չգիտեմ, դիվերսիֆիկացիայի գործընթացը կդադարեցնենք եւ այլն, վերադառնում ենք ձեր օրիենտացիան համարյա Վրաստան կամ Բելարուս, խնդիր չկա, թույլ տվեք վերընտրվենք։ Ռուսաստանը թույլ տվեք, հա։ Չէ, հիմա ես հարցս որ լսեք, Ռուսաստանը դադարեցնելու է Հայաստանի ընտրություններին ներքաղաքական դաշտին միջամտելու իր գործընթացը։ Եկեք նայեք Կրեմլի տեսակից, համար կապ չունի թե ով է այստեղ իշխանությունը, համար կարևորը Հայաստանում իշխանությունը լինի իրեն հպատակ։ Եվ եթե ներկա իշխանությունը փորձեր է կատարում, թեկուզ զգուշ, թեկուզ փոքր, այդ հպատակությունից դուրս գալու ուղղությամբ ինքը անթույլատրելի է համարում։ Եթե վաղը չմյուս օրը ենթադրենք Նիկոլ Փաշինյանը եւ քաղ պայմանագիրը հայտարարեն, որ չէ, գիտեք, եկեք ոչ թե հաշտվեք այն մտքեր, որ մենք պետք է բազմակողմանի համագործակցություն ձևավորենք եւ ինքնուրույնություն ձեռք բերենք, ձեզանից էլ եւ գործընկերային չեն, գոնե հավասարի հետ հարաբերություն ձևավորենք, որը չի ընդունվելու, հա, բնականաբար, ու ասի թե հպատակվում եմ կամ մեսիջները ուղերձները տա, ապա այդ դեպքում խստորեն կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյան կամ ՔՊ-ն կընտրվեն կամ ընդհանրապես ձայներ կհավաքեն միանշանակ։ Բայց այստեղ արդեն ավելի շատ կտխրեն երևի թե այսպես կոչված պրոռուսական ուժերը, որովհետև դուս կգա, որ իրանք ընդհանրապես լուսանցքում են հայտնվում, հա։ Եվ նման հարցերում ենթադրություններ անել, եթե նրաններ չկա։ Որտեղ պետք է պատասխան տան էլեմենտար մի հատ հարցին, ով ուզում է լինի։ Այդ ինչպես եղավ, որ քո անվտանգության երաշխավոր պետությունը քո անվտանգությունը չերաշխավորեց։ Շատ պարզ հարց է։ Դե այդտեղ կան էլի պատասխաններ պատրաստի։ Փաշինյանը հակառուս էր, չպաշտպանեց Արցախը։ 2000 Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց, չպաշտպանեց։ Պարոն Անյանյան, երբեք Պուտինը մեղավոր չէ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ
Փաշինյանը դա հայտնի է եւ դառնում մենք քննադատում ենք հայտարարեց այն հարցին, որ հնարավոր է Լեռնային Ղարաբաղի Արցախի դեմ Ադրբեջանի ոտնձգությունը, պատերազմական գործություն, ինքը մի հատ հայտարարել է Ռուսաստանը թույլ չի տա։ Հա, եթե Ռուսաստանը չուզենա, չի լինի պատերազմ։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հակառուսական էր։ Խաչատուրովին կալանավորել են, բա ինչ էր։ Պուտինին լավ չէր դիմավորել։ Խաչատուրովին կալանավորելը եւ այդ արտահայտությունը մեկը մյուսով չի կարող փոխհատուցվել։ Եթե Խաչատուրովի որպես հապկի, հա, գլխավոր քարտուղար կալանավորը պայմանավորված էր ներքաղաքական եւ քրեական հարցերով, ապա դա չի կարելի ուրեմն նույն նժարի վրա դնել այն արտահայտությունը, որ Ռուսաստանը թույլ չտա։ Այսինքն Ռուսաստանը թույլ չտա արտահայտությունը, դա նշանակում է Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավոր եւ հանձինս քեզ Ռուսաստան ճանաչում եմ քո որպես անվտանգության երաշխավորի կարգավիճակը եւ դու պետք է թույլ չտաս։ Եվ դու չէ, ոչ միայն դու, այլ դու ես քեզանից եմ կախված։ Այսինքն հպատակության լավագույն այդ կարգավիճակի արտահայտությունն է դա հանդիսանում այդ ժամանակ։ Եվ նույնիսկ մենք դա քննադատում ենք։ Ոնց կարա Ռուսաստանը քո անվտանգության երաշխավոր։ Մանավանդ որ 2016 թվականին նույն Ռուսաստանը արդեն թույլ էր տվել այդ տրամաբանության տեսակետից քարորիա պատերազմը։ Զենքեր վաճառել միլիարդների ադեբեջան։ Այսինքն մենք հենց այդ երկարաժամկետ վարկագծի դիտարկման հիման վրա ենք ասում, որ Ռուսաստանը երբեք եւ ռուսական բազան, գոնե մենք հանրային դաշտում մեր Հայաստանի անվտանգության երաշխավորը չի։ Այնքանով, ինչքանով որ Հայաստանը կհպատակվի, ինքը այդքանով կպահի այնքան ինչքան որ պետք է, բայց այդ ընթացքում Հայաստանի առանձին շահեր իր քաղաքական շահերի համար կվաճառի այլ պետություններին, ոնց որը արեց, որը մշտապես ա եղել։ Կայսրությունը իր հպատակների շահերի համար չի ինքը մտածում կամ մտահոգ կամ որոշումներ կայացնում, այլ իր շահերի համար, իր հպատակներին կամ նրա որոշակի շահերը ուրեմն զոհաբերելու մեթոդով է ինքը գործում։ Այնպես որ այստեղ երբ որ ասում են հակառուսական եղել եւ այլն, հակառուսական չի եղել մինչեւ 20 թվականը։ 20 թվականի այդ ողբերգությունից հետո 44-օրյա պատերազմին, հա, նոր դրանից հետո հատկապես ջերմուկի դեպքերի հետ կապված նոր սկսեց այս իշխանությունը արդեն թեկուզ ուշացած համոզվածն է, որ Ռուսաստանի Դաշնությունը անվտանգության երաշխավոր ընդհանրապես չի էլ մտածել որ լինի։ Չնայած նույնիսկ եմ կրկնում, որ այն որ նա անվտանգության երաշխավոր չի, դրա վերաբերյալ բազմաթիվ հիմնավորումներ եւ փաստեր պատմություն արդեն տվել է։ Նոր անկախ պատմությունը թեկուզ։ Այնպես որ այստեղ հակառուսականության, ընդհանրապես եկեք մի բան պայմանավորենք էլի, ըստ էթնիկ պատկանելության կամ բառով քաղաքական բնորոշումներ տալը ամենա ոչ գիտական մոտեցումն է։ Կա ռեժիմ, Կրեմլ, սիմվոլ, Պուտինյան ռեժիմ, հա, Ալիևյան ռեժիմ, հատկապես ավտորիտար պետությունների պարագայում, որտեղ այնտեղ իշխանությունը անհատականացված է, անձովա պայմանավորված։ Ինչպես ասենք Թուրքիայում տեկուս Էրդողան, այնտեղ իհարկե կան ընտրություններ եւ այլն, բայց Էրդողանը ավտորիտար ռեժիմ է ինքը, քաղաքական այլախոհներին եւ ընդդիմադիրներին հետապնդումների եւ ակնհայտ փաստերով։ Հիմա Կրեմլը հանձինս Թավշյա հեղափոխության միշտ այնպես ինչպես Վրաստանի պարագայում Վարդերի հեղափոխությունից հետո ընկալեց, որ դա իր ռեժիմի բովանդակությանը դեմ գործողություն է, այսինքն ժողովուրդը հավաքում է, կամքը արտահայտում է, ինքը ժողովրդին սուբյեկտ չի տեսնում, միայն տեսնում է հպատակներ, թե իսկ երկրում եւ թե այլ պետությունում։ Սրա մեջ է ամբողջ բում հակասության էությունը։ Եթե իշխանությունը այդ բովանդակային հակասությունը չի ընդունում որպես հիմք, ինքը իր քաղաքականությունը, որոշումները հաստատ չի հաջողելու։ Այսինքն դու պետք է Կրեմլը վտանգավոր է։ Այդ ձևակերպումը, որ իրապես մենք ձեր հետ չենք էլ ուզում, մենք կամ լավ մենք ովքեր ենք որ ձեր հետ հակասության մեջ մտնենք։ Այլ հարց է, որ դուք ուզում եք մեզ անընդհատ պահեք, մենք էլ չենք ուզում ձեր հպատակության տակ գտնվենք։ Դրա համար ենք ասում, գիտեք ոնց է, մենք չենք միանալու ինչ որ մեկին ընդդեմ։
Դա էլ ասում է, չէ, դու եթե գնացի ինտեգրվես, մենք իրան արդեն հակառակորդ ենք համարում։ Այդ կնես դա քեզ համար հակառակորդ է, բայց ինձ համար հակառակորդ չի։ Հիմա քանի որ մի հատ էզևի օրինակ ասեմ, որ ձեզ ամենացայտուն ապացույց, թե ինչպեսին ա եղել մինչև 2018 թվականի վիճակը, որ մեզ փրթում են։ Հայաստանի Հանրապետությունում անցանկալի անձանց ռեեստրը վարում է ազգային անվտանգության ծառայությունը։ Մինչև 2018 թիվը, ես հիմա մոտավոր եմ հիշում, անցանկալի անձանց թիվը կազմել է մեր ռեեստրում 48000 մարդ։ Չգիտենք թե որ բաշխված որ երկրների քաղաքացիներ։ Թավշյա հեղափոխությունից հետո գիտեք ինչքան է դեռ 48000-ից։ Իջեցվել է մինչև 18000։ Գիտեք այն մնացած 30000-ը ովքեր են եղել։ Ոչ։ Այդ 30000 Հայաստանի Հանրապետության համար անցանկալի անձինք, նրանք անձինք են, որոնք անցանկալի են համարվել նաև Ռուսաստանի Դաշնության համար։ Եկեք այս երջանիկ նոտայով ավարտենք։ Սա է եղել ամբողջ հպատակության բանը։ Եվ հիմա դրանից դժգոհ են, ասում են մեր համար անցանկալի անձինք։ Ինչի պետքա ձեզ համար էլ անցանկալի անձ չլինեն։ Ասում են, չէ, նույնը չպետքա լինի։ Դա դուք ուշար ունես, մեր ասում է, չէ, դուք ուշար չպետքա ունենաս։ Շատ լավն էր, շնորհակալ եմ բոնուսի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արթուր Սաքունցին։